Այսօր Ադրբեջանի Գաբալա քաղաքում շարունակել է իր աշխատանքը թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, երեք ոչ բոլոր մասնակիցներն էին տեղ հասել, այսօր նրանք հասել են արդեն։ Այո, թեև միջոցառումը երեկ էր սկսվել, մասնակիցներից առնվազն մեկը ժամանեց միայն այսօր, Էրդողանը միայն այսօր միացավ գործընկերներին։ Հիշեցնեմ, նախորդ Ադրբեջանում գումարված կազմակերպության գագաթնաժողովին Էրդողանը չէր մասնակցել, ըստ էության բոյկոտել էր, հավանաբար դժգոհելով դրանից, որ Ալիևը չէր արտոնել, որ Շուշիում Թուրքիան հյուպատոսություն բացի։ Այս անգամ ներկա եղել է, առաջին դեմքերով են ներկայացված եղել թուրքական բոլոր պետությունները, բացի Թուրքմենստանից։ Այդ երկիրը ներկայացված էր նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիղմոխամեդովով, ով այժմ խորհրդանի վերին պալատի նախագահն է, եւ ներկա էին նաեւ Հունգարիայի եւ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ղեկավարները, վերջինս թեև ոչ մեկի կողմից ճանաչված չէ, այդ թվում նաեւ Ադրբեջանի կողմից, կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի։ Ընդունվեց ի վերջո այդ Գաբալայի հռչակագիր կոչված փաստաթուղթը, որում անդամ պետությունների ղեկավարները հավանություն են տալիս թուրքական պետությունների կազմակերպության ընդլայնմանը եւ նոր ձևաչափ է ձևավորվում։ Թուրքական պետությունների կազմակերպություն պլյուս, թե ինչ է նկատի ունեն դա ասելով, դեռևս պարզ չէ։ Այս գագաթնաժողովից հետո նախագահությունը կազմակերպությունում անցնում է Ադրբեջանին, մինչ այդ Ղրղստանն էր նախագահում, եւ նաեւ այսօր այդ միջոցառման շրջանակներում տեղի էր ունեցել նաեւ կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը։ Արտյոմ, փաստորեն հիմա էր Ալիևը սադրիչ հայտարարություններ է արել։ Ալիևը իսկապես մի քանի մեզ վերաբերող հայտարարություն արեց, մասնավորապես կոչ արեց հավատարիմ մնալ նախորդ այդ գագաթնաժողովի ժամանակ ընդունված Ղարաբաղյան հռչակագրին, որում բացահայտ ընդգծված հակահայկական կոչեր կային, կոչ արեց ձևավորել կազմակերպությունը, վերածել ուժային նոր կենտրոնի եւ նաեւ ամենակարևորը մեզ համար խոսելով Վաշինգտոնում այդ նախաստորագրված համաձայնագրին հայտարարեց, որ այն ճանապարհ է հարթում Զանգեզուրի միջանցքի ստեղծման համար։ Ասել է, որ այդ Զանգեզուրի միջանցքը կմիավորի թուրքական աշխարհը։ Անկամ մեկ բառ չասելով այն մասին, որ այդ իր ձևակերպման միջանցքը անցնելու է այլ պետության տարածքով։ Այսպիսով հակառակ Հայաստանի վարչապետի կոչին չօգտագործել բառակապակցություններ, որոնք չեն բխում ստորագրված փաստաթղթի տեքստից եւ ոգուց, Ալիևը շարունակում է խոսել ինչ-որ Զանգեզուրի միջանցքի մասին։ Մեկնաբանելով դա Հայաստանի վարչապետի մամլոխոսնակ Նազելի Բաղդասարյանը ասել է, մեջբերեմ նրա խոսքերը, տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերվել Հայաստանի Հանրապետության տարածքին։ Արտյոմ, արդյոք այնտեղ քննարկվել է համատեղ զինված ուժեր բանակ ունենալու թեման։ Վաղուց արդեն այս կազմակերպության շրջանակներում Թուրքիա եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ այսպես հիմք են փորձում ստեղծել համատեղ զինված ուժերի կամ կազմակերպությունը ռազմաքաղաքական դաշինքի վերածելու այսպես համար, հա, թեև Ուզբեկստանն ու Ղազախստանը դրան դեմ են, համենայն դեպս ջանքեր շարունակում են գործադրել եւ անգամ օրինակ նախանցած տարի թուրքական բրիգադային գեներալ Յուջել Քարաուզը բաց տեքստով կոչ էր արել ռազմաքաղաքական դաշինքի վերածել կազմակերպությունը եւ միացյալ զինված ուժեր ստեղծել։ Այս գագաթնաժողովին եւս մեկ քայլ կատարվեց դեպի դա։ Մասնավորապես Ալիևը կոչ արեց 2026 թվականին թուրքալեզու պետությունների համատեղ զորավարժություններ անցկացնել Ադրբեջանում, իսկ Էրդողանը հայտարարեց, որ անհրաժեշտ է ստեղծել թուրքական պետությունների համատեղ ընդհանրական պաշտպանական պոտենցիալ, ընդգծելով, որ հուլիսին կայացած պաշտպանության նախարարների հանդիպմանը այդ հարցին եւս անդրադարձ է եղել։ Արտյոմ, արդյոք մյուս առաջնորդները ուշագրավ որևէ հայտարարություն են արել։ Այո, իր ելույթում Էրդողանը օրինակ ասել է, որ թուրքական աշխարհը պետք է ավելի կարևոր դեր կատարի հարավային Կովկասի տարածաշրջանում,
Ուզբեկստանի նախագահ Միրզիևը հայտարարել է, որ Վաշինգտոնի հռչակագիրը դա թուրքական պետությունների ընդհանուր հաղթանակն էր, շատ կցանկանային հասկանալ, թե ում հանդեպ էր այդ հաղթանակը, իսկ Էրսին Թաթարը ասել էր, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը եւս մեկ ապացույցն է այն բանի, որ երբ թուրքերը համախմբվում են, կարողանում են հասնել ամեն ցանկացածի։ Շնորհակալություն, Արսեն։